Եվ այսպես վարչապետը փետրվարի 4-ին Աբու Դաբիում կմասնակցի Շեյխ Զայեդ հիմնադրամի մարդկային եղբայրության համար 2026 թվականի մրցանակաբաշխությանը։ Տեղեկությունը հաստատել է վարչապետի մամուլի քարտուղարը։ Հիշեցնեմ, Նիկոլ Փաշինյանն արժանացել է մարդկային եղբայրության Զայեդ մրցանակի։ Պաշտոնական այցով Հայաստանում է Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողությունը պատվո պահակախմբի եւ զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից, հավելելով, որ հնչել են Հայաստանի եւ Հնդկաստանի պետական օրհներգերը։ Փետրվարի 2-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ գեներալ Անիլ Չաուհանի դիմավորման հանդիսավոր արարողությունը պատվո պահակախմբի եւ զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի եւ Հնդկաստանի պետական օրհներգերը։ Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ գեներալ Անիլ Չաուհանին ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարարը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը։ Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան գործակցության մակարդակը, կարևորելով փոխգործակցության ծրագրերի կանոնավոր իրականացումը։ Գեներալ Չաուհանը հայտնել է Հնդկաստանի զինված ուժերի պատրաստակամությունը շարունակելու գործակցության զարգացումն առկա ուղղություններով եւ նախաձեռնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության առնչվող հարցեր։ Ավելի ուշ Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի հետ առանձնազրույց է ունեցել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Դասերյանը։ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Հունգարիայի ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակաբի հետ։ Շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել նման այցերի կարևորությունը Հայաստան-Հունգարիա հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Իշտվան Յակաբն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշելով, որ կա երկկողմ հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության, նաև միջխորհրդարանական կապերի ակտիվացման շուրջ։ Շարունակենք Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Ղարաբաղի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ կրթության նախարարության եւ Հայաստանի պատմության 9-րդ դասարանի գրքի հեղինակ Նժդե Հովսեփյանի։ Փաստաբան Ռոման Երիցյանը Շահրամանյանի անունից դիմել էր դատարան ընդդեմ 9-րդ դասարանի Հայաստանի պատմություն դասագրքի հեղինակների նախարարության եւ պատասխանատու այլ անձանց պահանջելով հերքել նախագահի վերաբերյալ գրքում տեղ գտած տեղեկությունները։ Մասնավորապես պատմության 9-րդ դասարանի դասագրքում Լեռնային Ղարաբաղի հայաթափման վերաբերյալ գլխում նշվում է, թե Սամվել Շահրամանյանը ստորագրել է լուծարման փաստաթուղթ։ Միևնույն ժամանակ միջնորդություն է ներկայացվել, որով Շահրամանյանի ներկայացուցիչը խնդրել է արգելել դասագրքի համապատասխան ենթավերնագրի ուսուցումը դպրոցներում մինչև գործով դատական ակտն ուժի մեջ մտնելու պահը։
Տնտեսության համար ինչ տեսանելի ազդեցություն կունենա ապաշրջափակումը, կենտրոնական բանկի նախագահն ասել է, որ նման վերլուծություն դեռ չկա, դրական կազդի, բայց թե ինչ չափով պարզ չէ։ Ադրբեջանից ներմուծված բենզինի ազդեցությունը Հայաստանում գների վրա տեսանելի կլինի հունվարի գնաճի մեջ։ Լրագրողների հետ հանդիպմանն ասել է կենտրոնական բանկի նախագահը։ Մարտին Գալստյանն ասել է, որ նման վերլուծություն դեռ չունեն, որովհետև այդ ապրանքների քանակն ու ծավալը բավականին սեղմ են եւ սահմանափակ։ Այնուամենայնիվ որոշակի ազդեցություն կլինի բենզինի ներմուծման արդյունքում, սակայն կարծում է, որ այդ ազդեցություններն էական չեն լինի։ Նման վերլուծություն դեռ չունենք, որովհետև այդ ապրանքների քանակը եւ ծավալը, որոնք դուք նշում եք, բավականին սեղմ են եւ սահմանափակ։ Ինչ վերաբերում է կոնկրետ այդ մի ապրանքատեսակի, օրինակ բենզինի հետ կապված, եթե ճիշտ հասկացա ձեր դիտարկումը, իր հետ կապված ազդեցություններին, ես կարծում եմ, որ այդ ազդեցությունների հիմնական մասը մենք կտեսնենք հունվարի գնաճի մեջ, որովհետև դեկտեմբերի 20-ից հետո գների ազդեցությունները արդեն ընկնում են հունվարի գնաճի հաշվարկի մեջ, ուստի ես կարծում եմ, մենք որոշակի ազդեցություններ կտեսնենք, ինչ այդտեղ պետք է նայել, թե ինչ չափով է ինքը ազդելու, ինչ տեսակարար կշիռ ունի զամբյուղի մեջ։ Ես չեմ կարծում, որ այդ ազդեցությունները տենց էական են լինելու կոնկրետ ամբողջ ՍԳ-ի ազդեցության տեսանկյունից, բայց ամեն դեպքում ապաշրջափակումը ես հիմնականում շեշտադրումը կանեի բաց սահմանների վրա, այսինքն եթե մենք ունենանք բաց սահմաններ ու տեղի ունենա ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժ, ներմուծման եւ արտահանման տեսքով, ես կարծում եմ, որ դա դրական ազդեցություն է ունենալու մեզ վրա, բայց ինչ չափով էս պայդրությամբ կդժվարանամ որոշակիորեն ասել։ Ապրիլին հայկական ատոմակայանը 5 ամսով կանջատվի երկրի էլեկտրացանցից, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։ Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան գծին, ապա նախարարը հույս է հայտնել, որ 2026-ին գծի կառուցումը կավարտվի եւ այն կմիանա Հայաստանի էներգետիկ համակարգին, այդպիսով հնարավորություն տալով ավելի մեծ ծավալի էլեկտրաէներգիա արտահանել Իրան։ Դավիթ Խուդայթյանը տեղեկացրել է նաեւ, որ առաջիկա 10 տարիներին ատոմակայանը կշարունակի միացված մնալ մեր էներգո համակարգին, իսկ նոր ատոմակայանի կառուցման մասին կարևոր որոշում են ընդունել։ Շարունակվել է ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման առաջին ծրագիրը, մենք այնտեղ հաջող ընթացք ունենք եւ երկրորդ ծրագրի մասով, որը մեզ հնարավորություն կտա եւս 10 տարով երկարացնել ատոմակայանի շահագործման ժամկետը, այս մասով ունենք ընկած պայմանագրեր, աշխատանքը իրականացվում է օրացային գրաֆիկին համապատասխան, իմիջիալից սա այն հարցերից է, որ հաճախ մամուլում շահարկումների առիթ է տալիս եւ կարեւոր է նշել, որ մենք գնում ենք հետեւողական երկարացման ուղղությամբ եւ վստահ ենք, որ երկարացման ծրագիրը կհաջողվի եւ առաջիկա 10 տարվա ընթացքում ատոմակայանը կշարունակի միացված մնալ մեր էներգահամակարգին։ Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի 2026 թվականի ընթացքում մենք կարևոր արձանագրում եւ կարևոր որոշում ենք ընդունել, այն է մոդուլային ատոմակայանի տիպը ինչպիսին պետք է լինի, մենք այս ատոմակայանի տիպը ինչպիսին պետք է լինի եւ մենք որոշել ենք, որ ատոմակայանի տիպը պիտի լինի մոդուլային։ Մենք շարունակել ենք ուրեմն ուսումնասիրել մեզ տրվող առաջարկները այդ մասով, մասնավորապես եւ Ռուսաստանի Դաշնության, եւ Միացյալ Նահանգների, եւ Չինաստանի, եւ Կորեայի, եւ Ֆրանսիայի մասով, բայց մոդելի ընտրության հետ կապված մենք վերջնական որոշում չունենք եւ մոդելի ընտրության հարցը կարծում եմ կիրականացվի արդեն 2026 թվականին կամ 2027 թվականին, որպես այդպեսին շատ շտապելու անհրաժեշտություն էլ չունենք։ Կախված մոդելի ընտրությունից արդեն կորոշվի նաև որ երկրի հետ ենք իրականացնում աշխատանքը, որովհետև դուք գիտեք, որ մոդուլային ատոմականների համակարգը որպես այդպեսին լայն տարածված չի եղել նախկինում եւ լրացիչ ուսումնասիրելու անհրաժեշտություն այս մասով կա, ինչը եւ մենք անում ենք։ Այլ թեմաներ, Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոն նստավայրում այսօր հրապարակվել է որոշումը։ Փաստաբանն ասել է, որ միայն վերացվել է Արշակ Սրբազանի քրոջ երեխաների հետ հանդիպան արգելքը։ Հիշեցնեմ, Սրբազանը 2025 թվականի դեկտեմբերի 5-ին կալանավորվել էր 2 ամսով։ Նա մեղադրվում է վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց դնելու համար։ Սրանով շարունակում է եկեղեցու դեմ ճնշումները, սրանով շարունակում է Արշակ Սրբազանի նկատմամբ այս ամեն ինչ, ինչ որ արվում էր շատ վաղուց սկսված, այս ամեն ինչ։ Այսինքն եթե լինի ազատության մեջ ինչ կլինի սրանով եւ եթե անազատության մեջ է ինչ։ Այդ հարցերը տակ ապօրինի անազատության մեջ պահողներին եւ նման հրաման տվողներին։
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Այն վերաբերում է նրա պաշտպանության նախարար եղած ժամանակ Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքներն օտարելուն։ Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցերին եւ նշել, թե ընտրությունների մասնակցության վերաբերյալ երբ ունենան որոշում կասեն։ Խոսելով ընդդիմադիր միասնական ճակատով ընտրությունների գնալու մասին, Սարգսյանն ասել է, որ իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է։ Խոսքը չի վերաբերում մեկ ցուցակով գնալուն։ Որդեգրել են սկզբունք, որ իրենց թիրախում միայն իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանն են։ Ավելի վատին սպասեք, ոչ թե միայն իմ հանդեպ, բոլորի հանդեպ, այդպես ալնելու։ Երբ որ դատախազը իրեն համարում է իշխանության մաս, ինչ եք սպասում, շատ ավելի վատ ալնելու։ Եվ այսպես Աբու Դաբիում կայացել է Զայեդ մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությունը։ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը մրցանակ են ստացել խաղաղության համար։ Ելույթում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հակամարտության էջը փակ է, հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի կամ իր համար գալ ու արժանանալ այս պատվին։ Փաշինյանն ասել է, որ սա նաև միջազգային հանրության աջակցության դրսևորում է, որովհետև որոշումը կայացվել է դատավորների կոմիտեի կողմից, որի կազմում ընդգրկված են աշխարհի տարբեր ծայրերից բարձր հարգանքի արժանացած անդամներ։ Փաշինյանը նաև հայտնել է, որ չնայած մրցանակը տրվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, բայց այն երկու ժողովուրդներինն է։ Վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի խաղաղություն, Հայաստան, Ադրբեջան բառերը միասին։ Եվ նույնիսկ եթե այս բառերը միասին օգտագործվեին, դա ըստ էության կնշանակեր ինչ-որ անհավանական բան։ Ահա թե ինչու այն, ինչ տեղի է ունեցել 2025 թվականին եւ տեղի է ունենում հիմա, անհավանական է։ Սակայն այս արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ։ Այն նաև Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այն փաստի հաստատումն է, որ հակամարտության էջը փակ է։ Հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի կամ ինձ համար գալ այստեղ եւ արժանանալ այս պատվին։ Սա նաև միջազգային հանրության աջակցության դրսևորում է։ Քանի որ որոշումը կայացվել է դատավորների կոմիտեի կողմից, որի կազմում ընդգրկված են աշխարհի տարբեր ծայրերից բարձր հարգանքի արժանացած անդամներ, եւ ես կցանկանայի երախտագիտությունս ու գնահատանքս հայտնել դատավորների կոմիտեին։ Հարգելի ընկերներ, ձեր որոշումն անկասկած ամրապնդում է խաղաղությունը մեր տարածաշրջանում, ինչի համար շնորհակալ ենք ձեզ։ Այս մրցանակը հիմնադրվել է Նորին գերազանցություն Ալ-Ազհարի գերագույն իմամի եւ Նորին սրբություն Հռոմի պապի համատեղ ջանքերով։ Այս փաստը խորհրդանշում է մահմեդական եւ քրիստոնեական աշխարհների աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությանը։ Տիկնայք եւ պարոնայք, անհավատալի բաները տեղի են ունենում, երբ կա հավատ, նվիրվածություն, տեսլական եւ իմաստություն։ Կարծում եմ խաղաղության համաձայնագիրը կնքվեց, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը հասկացան, որ հակամարտությունը պետք է դադարեցվի հիմա, հակառակ պարագայում այն երբեք չի դադարեցվի, բերելով նորանոր տառապանքներ երկու երկրներին եւ ժողովուրդներին։
Սակայն չնայած մարդկային եղբայրության Զայեդ մրցանակը պաշտոնապես հանձնվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, այն հիրավի մեր ժողովուրդների ձեռքբերումն է։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները համարձակ քայլեր են ձեռնարկել, բայց մեր ժողովուրդների նոր ապագա ընտրելու պատրաստակամությունն է, որ իսկապես հնարավոր է դարձնում պատմական այս պահը։ Հետևաբար այս մրցանակը նույնքան կարևոր է յուրաքանչյուր հայի եւ ադրբեջանցու համար, ովքեր համարձակություն են ունեցել ապավինել խաղաղությանը։ Եվ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր երկու ժողովուրդներին այն ընկալման համար, որ անցյալը փոփոխման ենթակա չէ եւ այն մեր հնարավորություններից դուրս է։ Հետևաբար մենք չպետք է կենտրոնանանք այն բանի վրա, ինչը մենք չենք կարող փոխել։ Մենք պետք է կենտրոնանանք մեր ազգերի համար խաղաղ եւ բարգավաճ ապագա կերտելու վրա։ Սա հեշտ ճանապարհ չէ, որովհետև կա մեծ անվստահություն, հոռետեսություն, զայրույթ եւ նույնիսկ ատելություն։ Հակամարտության ընթացքում շատերը մահացել են եւ շատ զգացող ընտանիքներ այժմ հետևում են այստեղ տեղի ունեցողին։ Նրանցից ոմանք հնարավոր է այս իրադարձությունը համարեն անտեղի, բայց տառապանքների շարունակությունը ոչ թեթևացում է, ոչ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր տառապել են։ Սպանությունների շարունակությունը ոչ թեթևացում է, ոչ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր սպանվել են եւ նրանց հարազատների համար։ Խաղաղությունը բոլորի համար միակ մխիթարությունն է։ Խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է։ Մենք ավելի քան 30 տարի պատերազմի մեջ էինք, հիմա մենք ապրում ենք խաղաղության մեջ, արդեն 6 ամիս է, ինչպես բազմից եմ ասել, մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ, ես կարող եմ ասել, որ դա առանձնահատուկ զգացողություն է, մենք երբեք չենք ապրել խաղաղության մեջ, անկախություն ձեռք բերելուց ի վեր, մենք արագ ենք սովորում, վերջին 6 ամիսներին Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովից հետո, որը հյուրընկալեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, գործընկերության, համագործակցության միջոցով մենք շարժվում ենք տևական եւ մշտական խաղաղության ուղղությամբ։ Ես կցանկանայի նաեւ երախտագիտություն հայտնել ԱՄՆ-ի նախագահին Դոնալդ Թրամփին Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղությանը աջակցելու համար։ Նա երակոմ գագաթնաժողով հյուրընկալեց 2025 թվականի օգոստոսի 8-ին, որի արդյունքում նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ ստորագրվեց համատեղ հռչակագիր, նախագահ Թրամփը նույնպես այն ստորագրեց որպես վկա։ Այդ կերպ վերջ դնելով 3 տասնամյակ երկար տևած արյունահեղ եւ մահաբեր հակամարտությանը։ Այս 6 ամիսներն, ինչպես ասացի, շատ կարևոր էին զարգացման համար, մեր հարաբերությունների զարգացման համար։ Մենք ոչ միայն վերացրեցինք սահմանափակումները բեռնափոխադրումների համար Ադրբեջանի միջոցով դեպի Հայաստան, այլ նաև սկսեցինք արտահանել նավթային ապրանք դեպի Հայաստան։ Այսինքն այս 6 ամիսների ընթացքում մենք սկսել ենք համագործակցել։ Այժմ մենք ավելացնում ենք մեր առևտրաշրջանառությունը եւ առավոտյան ես հանդիպեցի իմ հայ գործընկերոջ հետ ու մենք քննարկեցինք ինչպես առաջ շարժվել եւ միանշանակ է, որ այսօրվա մրցանակաբաշխությունը եւ մեր ջանքերի այս գնահատումը այսպիսի պատվարժան դատավորների հանձնաժողովի եւ մեր բոլոր բարեկամների կողմից շատ քաջալերող է։ Ավելի վաղ կայացել է Փաշինյան-Ալիև հանդիպումը, կողմերը ողջունել են Վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը, նշել են Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական դինամիկայի պահպանման եւ առաջմղման կարեւորությունը երկկողմ ձևաչափով։ Կողմերն ընդունել են, որ երկու հասարակություններն էլականատես են լինում խաղաղության իրական օգուտներին առօրյայում։ Նրանք գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրի մեկնարկի եւ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի շարունակական արտահանման, նաեւ երրորդ երկրներից հացահատիկի եւ այլ ապրանքների տարանցման իրականացման կապակցությամբ Ադրբեջանի տարածքով Հայաստան։ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական գործակցության ընդլայնման հնարավորությունները։ Նրանք նաեւ ողջունել են քաղաքասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցերն ու համաձայնել վստահության ամրապնդման միջոցառումների ընդլայնման անհրաժեշտության հարցում։ Քննարկել են նաեւ TRIP-ի եւ այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը, վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքները
աշխատանքը խաղաղության եւ կայունության հետագա ամրապնդման ուղղությամբ եւ համաձայնել պահպանել շփումները հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու նպատակով։ Աբու Դաբիում վարչապետը հանդիպել է Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ Մուհամմադ Աբդել Սալամը շնորհակալություն է հայտնել վարչապետին հրավերն ընդունելու եւ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար։ Կողմերը վստահություն են հայտնել, որ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի մրցանակին արժանանալու փաստը նոր ազդակ կհաղորդի խաղաղության օրակարգին, նաեւ կնպաստի տարածաշրջանում համագործակցության եւ կայունության ապահովման ուղղությամբ հետեւողական առաջընթացին։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ բարձր գնահատանքի համար, ընդգծելով խաղաղության եւ փոխադարձ վստահության վրա հիմնված նախաձեռնությունների կարեւորությունը։ Շարունակենք, մեր երկրում քաղբանտարկյալներ չկան, արդարադատության նախարարն է հայտարարել նախարարության 2025-ի գործունեության մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ։ Սրբուհի Գալյանն ասել է, որ վերջին 5 տարվա կտրվածքով առաջին անգամ դատապարտյալների թիվը 57-ով ավելին է, քան կալանավորված անձանց թիվը։ Այսօր քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2869 անձ, որից 1406-ը կալանավորված, 1463-ը դատապարտյալ։ Սա բավականին դրական ցուցանիշ է համար նշանակում է, որ կալանքների թիվը նվազում է եւ փոխարենն ավելանում է դատական ակտերի թիվը, որոնք մտնում են օրինական ուժի մեջ։ Սա վկայում է պրոցեսների արագացման մասին։ Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ սահմանադրության տեքստը պատրաստ կլինի այս տարվա մարտին։ Ես կրկին ասում եմ, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան, վերջերս եվրոպական կառույցների կողմից համապատասխան զեկույցներ հրապարակվեցին եւ մեր ընդդիմախոսները եւ ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչները շատ դառնացած, ընդ որում իրենք էլ են մասնակիցներ այդ ամենի, նշում են, որ որևէ հղում քաղբանտարկյալներին չկա եւ այլն, իսկ դա ինչի մասին է խոսում, որ իրական գուցե եւ դրանք չկան։ Ինչից ես պետք է հետևություններ անեի, հա, ինձ համար խիստ անհասկանալի է ձեր հարցադրումը։ Միշտ նշել եմ, նորից կնշեմ, չի կարելի պատասպարվել քաղաքական հայացքի, մարդու ստատուսի, կարգավիճակի ետևում ու կատարել հանցանք կամ ենթադրել հանցանք, այս փուլում դրա մասին ենք խոսում, ու հետո խոսել քաղաքական հետապնդումների մասին։ Քաղաքականությամբ զբաղվելը չի ենթադրում, որ քո կատարած արարքներին պարտադիր պետք է տրվի հետո քաղաքական ենթատեքստ, ես չեմ ավարտել։ Կան քրեական գործեր, այդ քրեական գործերի քննությունը շարունակվում է, որոշ գործերի դեպքում մեզ որոշ ապացույցներ հասանելի են դարձվել, յուրաքանչյուր քաղաքացի իր անձնական հետևությունները կարող է անել, բայց դրանք վճռորոշ չեն եւ նշանակություն չունեն, քանի դեռ դատարանը նման հետևություններ չի արել, եւ մենք պետք է սպասենք, երբ կլինեն դատական ակտեր։ Վարդ իրականացնող մարմինները կատարում են իրենց աշխատանքը, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող պատասխանատու լինել քննչական մարմինների, դատախազական մարմինների եւ դատարանների աշխատանքի համար, լավագույն բանը, որ կարող են անել, ուղղակի ձեռնպահ մնալն է այդ աշխատանքների միջամտելուց եւ գնահատականներ տալուց եւ ուրեմն ես չեմ տալու որևէ գնահատական այդ աշխատանքներին, բայց հնչեցրեցի եվրոպական ԵԽԽՎ-ները, թե չեմ սխալվում, համապատասխան հանձնաժողովի գնահատականը, որտեղ բառ չկար քաղբանտարկյալների մասին եւ դուք կարող եք, ես անուններ չեմ ուզում տալ, վրդոված մեր դիմադիր քաղաքական գործիչների հայտարարությունները լսել այդ մասով, սա նշանակում է, որ իրենք փաստեր են ներկայացրել, իսկ իրենց փաստերը եվրոպական մարդակենտրոն ինստիտուտները հաշվի չեն առել, եւ սա խոսում է շատ բաների մասին։ Վերաքնիչ դատարանում քննվել է Միքայել arczepiskopos Աջապահյանի գործը։ Հիշեցնեմ, Միքայել arczepiskopos-ը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։ Այսօր լսումների ժամանակ նախագահող դատավոր Էդգար Մանասյանը հայտնել է, որ մտերիմ հարաբերությունների մեջ է դատախազ Հարությունյանի հետ, ինչը սակայն չի խանգարի իրեն լինել օբյեկտիվ։ Այդուհանդերձ arczepiskopos-ի պաշտպանական կողմը հայտարարել է, որ այդ հանգամանքը հիմք է ինքնաբացարկի համար եւ ժամանակ է խնդրել գրավոր միջնորդություն ներկայացնել համար, դատարանը միջնորդությունը մերժել է։
Եվ այսպես Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության մեծ մասը դատապարտվել է ՑՄԱ ազատազրկման։ Բաքվի զինվորական դատարանում ավարտվել է Ղարաբաղի ռազմական եւ քաղաքական գործիչների նկատմամբ շինծու գործերի քննությունը։ Դատարանն Արայիկ Հարությունյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին եւ Դավիթ Բաբայանին դատապարտել է ՑՄԱ ազատազրկման։ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը տարիքով պայմանավորված դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Դատավարությունը մեկնարկել էր 2025-ի հունվարի 17-ին, իսկ դեկտեմբերի 26-ին դատավորների կազմը հեռացել էր խորհրդակցական նիստի կազմելու դատավճիռները։ Պաշտոնական այցով Ռուսաստանում ազգային ժողովի նախագահը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարարի հետ։ Քննարկումների առանցքում է եղել երկկողմ հետաքրքրությունների վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Մտքեր են փոխանակել ՀԱՏՄ, ԱՊՀ եւ միջազգային այլ հարթակներում գործակցության շուրջ։ Անդրադարձ է կատարվել օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ Ռուսաստանի օրենսդրությունում կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններին, մասնավորապես դրանց հետևանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին եւ դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին։ Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ չի ցանկանում, որ Մոսկվայում ընկալում լինի, թե Հայաստանը Ռուսաստանի դեմ քայլեր է անում։ Միևնույն ժամանակ Սիմոնյանը նշել է, որ կան հարցեր, որոնք անհրաժեշտ է քննարկել։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ին, Սիմոնյանը նշել է, որ կան հարցեր, որոնց պատասխանները Երևանը դեռ չի ստացել։ Խոսելով ՀԱՏՄ-ից, ազգային ժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ Հայաստանը չպետք է դուրս գա միությունից, փոխարենը կարելի է գտնել լուծում, որից կշահի երկու կողմն էլ։ Եվրամիությունը մշտապես Հայաստանին ընտրության առջև է կանգնեցնում լինել Ռուսաստանի հետ կամ Եվրամիության։ Ինչ վերաբերում է միության գործընկերներին, ապա նրանք մշտապես տվյալ երկրին կանգնեցնում են ընտրության առջև կամ մեզ հետ, կամ նրանց հետ, ասել է Լավրովը։ ԱՄՆ պետքարտուղարության գլոբալ ենթակառուցվածքների եւ ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի պատվիրակմամբ Հայաստան է այցելել ամերիկյան ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմը սկսելու TRIP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները։ Այս մասին հայտում են ԱՄՆ դեսպանատնից։ Աշխատանքները կներառեն տեխնիկա-տնտեսական գնահատում եւ առաջարկների մշակում, երկաթուղու եւ այլ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ, որոնք կօգնեն խթանել երկարաժամկետ տնտեսական աճ Հայաստանում, փոխկապակցվածություն եւ տարածաշրջանային ինտեգրում, նշվում է հաղորդագրությունում։ Պաշտպանության նախարարությունը 35 միլիոն դրամի չափով կֆինանսավորի սպաների բնակարանի ձեռքբերման վարկը, կանխավճարը, մայրգումարն ու տոկոսները։ Կառավարության նիստում պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանն է ներկայացրել որոշման նախագիծը։ Այն քաղաքացիները, որոնք կընդունվեն ռազմաուսումնական հաստատություններ, կավարտեն, կնշանակվեն պաշտպանության նախարարության համակարգում կամ ԱԱԾ սահմանապահ զորքերում ծառայության, կստանան հավաստագրեր, որոնց միջոցով հնարավորություն կունենան ընտրել բնակարանը կամ բնակելի առաջնային կամ երկրորդային շուկայից։ Սեփականության իրավունքով է տրամադրվելու, բայց պայմանով, որ նվազագույնը 20 տարի պետք է ծառայություն անցնի վերոնշյալ մարմիններում։ Հավաստագրերով զինծառայողին հասանելի գումարը, որով կարող է բնակարան ձեռք բերել, որոշվելու է Երևանում 80 քառակուսի մետր տարածքով ձեռք բերվող անշարժ գույքի արժեքով, որն այս պահին կազմում է 35 միլիոն դրամ, եւ նա հնարավորություն կունենա այս գույքը ձեռք բերել ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Հայաստանում բնակվող 71 քաղաքացի, որոնց 100 տարին լրացել է կամ կլրանա այս տարի, 2026-ին պետական մակարդակով կստանա հարգանքի եւ աջակցության նյութական արտահայտություն միանվագ 1 միլիոն դրամի չափով։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Նախաձեռնությունը բացի ֆինանսական բաղադրիչից բարոյական գնահատանք է մի ամբողջ սերնդի, որն ապրել է ամենատարբեր կենսափուլերում, այդ թվում ծանր փորձություններով լի ժամանակահատվածներում, հայրենական մեծ պատերազմ, հետպատերազմական բարդ շրջան, երկրաշարժ, 90-ականների ծանր պատերազմական ժամանակահատված, սոցիալ-տնտեսական ու քաղաքական տրանսֆորմացիաներ։ Այդ մարդիկ մեր ազգային հիշողության կենդանի կրողներն են։ Նրանց կենսագրությունը մեր պատմության մի մասնիկը, ասվում է որոշման հիմնավորման մեջ։ Միանվագ գումարն անձը չի ստանա, եթե կորցրել է կենսաթոշակ ստանալու իրավունքը։ Գումարը չի վճարվի նաև նրա մահվան դեպքում։ Միանվագ գումար չի տրվի նաև այն անձանց, որոնք Երևանի ավականու որոշմամբ արդեն ստացել են այս աջակցությունը։
Ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ բռնության կիրառման հայտնի տեսանյութի առնչությամբ մարդու իրավունքների պաշտպանն աշխատակազմին հանձնարարել է դիմել քրեական վարույթ նախաձեռնելու պահանջով իրավասու մարմիններին, բայց դեռ պաշտոնական տեղեկություն չունի։ Անահիտ Մանասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հարցին, թե ինչու է ոստիկանը մինչև հիմա ազատության մեջ չկա քրեական գործ, վարույթ եւ որևէ կարգավիճակ չունի։ Մանասյանն ասել է, որ ցանկացած նման դեպք մտահոգիչ է, իրենք հետևողական են լինելու, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում քաղաքացուն առերևույթ խոշտանգելու համար, նրան ձերբակալելու որոշում է կայացվել։ Կասեմ, որ ճիշտ կլինի նաև վերջնական պաշտոնական տեղեկատվությունը ունենալուց հետո իհարկե վարույթի նախաձեռնման ժամանակահատվածի հետ կապված խոսենք, բայց այս առումով մի քանի հանգամանքի կուզենամ ուշադրություն դարձնել։ Ամենամեծ խնդիրներից մեկը ընդհանրապես բռնության ու վատ վերաբերմունքի դեպքերի հետ կապված ոչ այնքան վարույթի նախաձեռնման այդ ժամկետների հետ կապված խնդիրներն են, ոնց որ հենց գործերի քննության առումով, որովհետև գործերի քննության առումով միշտ ինքս նշել եմ, որ կարծես թե չափանիշային խախտումներ են մշտապես լինում այն տեսանկյունից, որ գործերից շատերով անհապաղ չի իրականացվում քննությունը եւ բնականաբար ապացույցների եւ այլնի հետ կապված հարցերի դիտանկյունից խնդրահարույց իրավիճակներ առաջանում են։ Հետևաբար այս առումով ես ինքս շատ կարևորում եմ, որպեսզի իրավասու մարմինները գործերի քննության անհապաղությունը հաշվի առնեն։ Ինչ վերաբերում է վարույթ նախաձեռնելու այդ ժամանակահատվածին, կխնդրեմ տեղեկատվությունը մենք էլ վերջնական ճշտենք, նոր ձեզ էլ կփոխանցենք անմիջապես խոստանում եմ նաև ձեզ փոխանցել։ Դուք հիմա դանդաղում նկատում եք, թե ոչ վարույթ հարուցել չարուցելու այս process-ում։ Իմ պատասխանը հենց դրան էր ուղղված, եթե թույլ տաք մի հատ ճշտենք այս փուլում, հա, նախաձեռնված է, թե նախաձեռնված չէ ու դրա հիման վրա ես կարողանամ ձեզ ավելի պատշաճ մեկնաբանություն տալ։ Եվ այսպես վարչապետն այցելել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվությունն ու իրականացված աշխատանքները քննարկելու նպատակով։ Նախարարը ներկայացրել է մի շարք ուղղություններով կատարված բարեփոխումները, մասնավորապես ժողովրդագրական իրավիճակի բարելավման ու ծնելիության աճի բարձրացման ուղղված միջոցառումները, անկանխիկ գործարքներից կենսաթոշակի եւ նպաստի դեպքում հետվճարի ծրագրի շրջանակում արձանագրված դրական ցուցանիշները, անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը, որից օգտվել է 8000-ից ավելի անձ, լիովին մարվել է մոտ 1600 վարկ։ Շարունակվել են 2025 թվականի մի շարք թիրախային ծրագրերը։ Արսեն Թորոսյանը նշել է, որ Ղարաբաղից տեղահանված անձանց կայուն կենսապահովման ուղղված ծրագրերը ևս պետության ուշադրության կենտրոնում են։ Մյուս առաջնահերթությունը, որի մասին արդեն խոսեցի, սա մի նորարարական լուծում է, որը թույլ է տալու վերջնականորեն փակել մեզ բոլորին հայտնի Փարոսի էջը, որը ոչ թե մեր ընտանիքներին աղքատությունից հանելուն է ըստ էության միտված եղել, այլ հավերժ պահելուն, դա իմ համոզմունքն է եւ մեր գնահատականը, ինչը փոխվում է այս նոր համակարգով, որի ժամանակ թե ի սկզբանե գնահատումն է ավելի շատ կենտրոնացած կարիքի վրա եւ ոչ թե կարգավիճակի, եւ թե աշխատունակ քաղաքացիների համար վերագրումների ինստիտուտով մենք եւ աշխատանք առաջարկելով նրանց ըստ էության դրդում ենք աշխատել եւ ոչ թե մնալ համակարգում, որտեղ եթե նրանք հրաժարվեն աշխատել մի քանի անգամ, նրանց եկամուտ է վերագրվելու անկախ ամեն ինչից եւ նրանք դուրս են գալու համակարգից եւ հետեւաբար իրենց ձեռնտու են լինելու աշխատել է։ Մյուս մեր կարևոր առաջնահերթությունից է եղել Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագիրը եւ շարունակական աջակցությունների տրամադրումը դրամական միջոցներով, երկու ծրագրով 30,000-ների եւ 40+-երի։ Մենք հունվարի 1-ի դրությամբ ունեցել ենք արդեն 4012 շահառու ընտանիք, որ ստացել է հավաստագիր, բայց այս փետրվարի 1-ի դրությամբ արդեն ունենք 4404, այսինքն պլյուս 400 մեկ ամսվա մեջ եւ իրացված 1932, սա հունվարի 1-ի դրությամբ է։ Մյուսը, որը ըստ էության վերջի մեր առաջնահերթություններ, անուսալի վարկերով ծրագիրներ 8000 ընդհանուր շահառու է եղել, տարբեր ամիսներին տարբեր, ընդամենը վերջնական մարված 1792 վարկով, այսինքն որ վերջնական մարվել են, բայց նաև ընթացքում եղել են դուրս գալ ծրագրից, որտեղ աշխատանք են կորցրել կամ այլ պատճառներով չեն բավարարել ծրագրի պայմաններին։
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն է տրվել զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու նախագծին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ նախագծով վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը։ Պաշտպան հայրենյաց ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներն ատեստավորված են համարվելու ուսումնական փուլին հանձնվող քննությունների արդյունքներով, պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի։ Իսկ ռազմաուսումնական հաստատություններն ավարտած եւ համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով։ Երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակելու օրվանից։ Պապիկյանի խոսքով սա հերթական քայլն է դեպի պրոֆեսիոնալ բանակ։ Ներկայումս պաշտպան հայրենյաց ծրագրով 4000-ից ավելի պարտադիր զինծառայողներ անցել են պայմանագրային զինվորական ծառայության եւ հոսքն ավելացնում են միտոմոնի, որի կապակցությամբ առաջարկում է պաշտպան հայրենյաց ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիր կնքող զինծառայողների համար եւս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն։ 2 տարվա դեպքում 1.5 միլիոն, 5 տարվա դեպքում 5 միլիոն դրամ։ Առաջարկող կարգավորման նպատակն է լրացուցիչ նյութական մոտիվացիա ստեղծել հիմնականում 24-25 տարեկան զինծառայողների համար շարունակելու պայմանագրային զինվորական ծառայությունը, նրանց դիտարկելով որպես արհեստավարժ զինված ուժեր ունենալու կառավարության տեսլականի հիմնական կրողներ, որոնց փաստացի աշխատանքային գործունեությունը կապվում է զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հետ։ Ընդ որում, առաջարկող կարգավորման առաջընթաց տեսլականը նաև այն է, որ արդեն իսկ երկրորդ պայմանագրից հետո առավելագույնը 30-ամյա տարիքում ունենալով մինչև 10 տարվա զինվորական ծառայության ստաժ, նշված զինծառայողների մեծամասնությունը կրկին կշարունակի զինվորական ծառայությունը։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտողները ինչպիսի գնահատականներ կստանան, այդ գնահատականները կհամարվեն նաև ատեստացիայի արդյունքներ եւ ըստ այդմ կբարձրանա իրենց աշխատավարձի չափը։ Պաշտպան հայրենյաց ծրագրի մեջ ընդգրկված մեր զինծառայողները, ովքեր 18-ից 20 տարեկանները, ովքեր 6 ամիս ուսումնական զորամաս անցնելուց հետո հանձնում են քննություն, այս քննություններն են լինելու դիֆերենցված, այո, եւ այդ քննության արդյունքները դառնում են նաև ատեստացիայի արդյունքներ։ Ստացվում է, որ եթե մասնագիտությունը չի փոխում, եթե չի փոխում մասնագիտությունը, այո։ Ստացվում է, որ տեսեք, նոր ավարտ լեյտենանտը առնվազն ստանում է 230-250 հազար դրամ աշխատավարձ, չէ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտելուց հետո։ Եվ եթե նրա քննության արդյունքները գերազանցեն իր աշխատավարձին 230 կամ 250 հազարին, նա գումարում է նաև 475 հազար աշխատավարձ։ Չէ, կներեք, 475 հազար, սպաների համար այդքան է գերազանցի արդյունքը, եւ խնդրեմ սիրելի հայրենակիցներ պատկերացրեք, թե ինչ մոտիվացիոն հիմք է ստեղծում մեր երիտասարդներին, որպեսզի ընտրեն այս մասնագիտությունը։ Պաշտպանության նախարարի հրամանը փոփոխվել է եւ փոխվել է ծառայության բնույթը։ Այն շահարկումները, որ հոգեվոր ծառայությունը բանակում դադարեցվել է, ճիշտ չեն։ Բանակում կարող է շարունակվել հոգեվոր ծառայությունը, պարզապես նրանք պետք է ենթարկվեն զինված ուժերի բարոյահոգեբանական գծով վարչությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարարն է հայտարարել։ Սուրեն Պապիկյանը նաեւ պատասխանել է հարցին, թե արդյոք կարգալույց հռչակված քահանաներին 700,000 դրամ աշխատավարձ է առաջարկվել գնդերեց աշխատելու համար։ Այն շահարկումները, որ հոգեվոր ծառայությունը բանակում դադարեցվում է, ճիշտ չէ, բանակում կարող է շարունակվել հոգեվոր ծառայությունը, պարզապես նրանք պիտի ենթարկվեն զինված ուժերի բարոյահոգեբանական գծով վարչությանը։ Ինչով է խանգարում Մայրան Աթոռին ենթարկվել հոգեվոր դասին։ Ես իմ բացատրությունը տվեցի, պատճառը որն է, մի բան կարող եմ ասել ձեր հարցինի պատասխան, բանակում զինված ուժերում չի կարող լինել երկակի ենթակայություն։ Շնորհակալ եմ։ Պապիկյանը կան տեղեկություններ, մամուլում նաև քահանաներից մեկն է գրել, իմ անունը չեմ հիշի, որ կարգալույցներին առաջարկվում է 700,000 դրամով գնալ եւ գնդերից աշխատել։ Ես իմ աշխատավարձի չափ չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ նախարարի հրամանը, որը մենք հրապարակել էինք, բացահայտում է, որ այո, մենք կարող ենք պայմանագիր կնքել Հայաստանում հայ առաքելական եկեղեցու
հոգևոր կրթություն ունեցող սպասավորների հետ, որպեսզի նրանք ծառայեն եւ կատարեն իրենց առաքելությունը։ Աշխատավարձի մասին հիմա խոսել չեմ։ Նկատի ունեն, որ այդպես փորձում եք ներգրավել նրանց, որ ուրանան, ասպես ասենք, եկեղեցին այդ Դե եթե Հայաստանի Հանրապետությանը զինված ուժերին բանակին ծառայել ինչ որ մեկը ուրացում է համարում, դա իր անձնական գործ է։ Աշխատավարձի չափը նախ մեծ եք ասում, ես նման աշխատավարձի մասին տեղյակ չեմ, բայց բավարար աշխատավարձ կլինի, որը կտարբերվի նախկինում իրենց ստացածից։ Պարոն Պապիկյան, խնդիրն այն է, որ Դուք երկրորդ հարցն եք տալի, գուցե երրորդ։ Հստակեցնում եմ պարզապես։ Խնդիրն այն է, որ գնդերեսներին առաջարկվել է Փաշինյանի օրակարգի միանալ այդ գումարի դիմաց, այս է ասում։ Սուտ է, նման բան չկա։ Պարոն Պապիկյան, դուք մասնակցում եք Ինչ արված է հրապարակային ասում, իմ հրամանը նույնիսկ ես բացել եմ, որ այս տարընթերցումները, հեքիաթները Այդ հրամանը շատ զուգադիպեց այդ գործընթացին։ Շնորհակալ եմ, համեցեք։ Կառավարած կաթողիկոսի հետ համաձայնությամբ այդպիսի հրաման տանք։ Հարգելիներս, Հայաստանում բոլոր ինստիտուտները աշխատում են, թող բողոքարկեն, թող դիմեն դատարան, եթե այդպես է, ես չեմ կարծում, որ այդպես է, ես համաձայն չեմ իրենց հետ, իմ բոլոր գործողությունները իրավաչափ են եւ տեղին։ Շարունակենք, ինչ պայմաններով եւ երբ կբացվի հայ-թուրքական սահմանը, էկոնոմիկայի նախարարը հուսով է, որ առաջիկայում լավ լուրեր կլինեն։ Լրագրողների հետ հանդիպանը Գևորգ Պապոյանն ասել է, որ շատ լավ է, որ Թուրքիան մեր նվազագույնը տնտեսապես ամենամեծ հարևանն է, իր հնայի ծավալով կա հնարավորություն սահմանը բացելու։ Հիշեցնեմ, Մարգարայի կամուրջն արդեն լիարժեք պատրաստ է սահմանի բացմանը։ Ստեղծվել են բոլոր պայմանները թե մաքսային, թե սահմանապահ ծառայությունները լիարժեք մատուցելու համար։ Նախարարը նաև պատասխանել է հարցին, ինչու հայկական ծագման արտադրանք չկա, որն արտահանվել է Ադրբեջան։ Ադրբեջանական ծագման երկու արտադրանք կա, ըստ էության, որ եկել է Հայաստան, բենզինը եւ դիզելային վառելիքը, հայկական ծագման արտադրանք չկա, բայց կողմերը փոխանակվել են այդ ցանկերով եւ գործարար միջավայրը այդ թվում նաև իրենք են մեզ երկար ցանկ տվել եւ մենք իրենց եւ գործարար միջավայրը կարծում ենք որ ժամանակի ընթացքում կարձագանքի հիմա ինչն է պատճառը պատճառները տարբեր են սկսած նրանից որ շուկաները դեռևս միմյանց բավականին անծանոթ են ինչպես մեր շուկան իրենց համար այնպես էլ իրենց շուկան մեր համար Եվ սրա համար իմ կարծիքով պետք է ժամանակ եւ դա այնպիսի գործընթաց է, որը ավելի շատ բնականաբար գտնվում է մասնավոր հատվածի դաշտում։ Պետությունը ստեղծում է պայման, քաղաքական պայմանավորվածություններով, ճանապարհի բացվելով, երկաթուղու գործելով եւ այլն։ Հիմա մենք այդ պայմանների մի զգալի մասը ստեղծել ենք, բայց դեռ ամբողջությամբ ստեղծված չի։ Օրինակ ուղիղ երկաթուղային հաղորդակցություն դեռևս չկա, բայց դուք շատ լավ գիտեք, որ այդ ուղղությամբ աշխատանքը կա ու կլինի դա մի քանի տարի անց ակնհայտ է, չէ։ Երկրորդը ես նկատում եմ թրիփի գործարկումը։ Մինչև այդ իհարկե կարող է նաև այլ գործիքակազմել աշխատի կամ ուղիղ հաղորդակցություն ճանապարհների, չնայած մենք բացել ենք, դեռևս օրինակ իրենք չեն օգտվում մեր ճանապարհներից, որովհետեւ ապրանք Հայաստանի միջոցով ընթանենք տանենք Թուրքիա կամ հակառակը։ Այնպես որ սա մի գործընթաց է, որը ժամանակատար է, բարդ է։ Դեզանից ոչ մեկ 2 տարի առաջ Իսկ 2 տարի առաջ երբ որ բոլորը խոսում էին նրա մասին, որ կարող է լինի ամեն պահի կարող է լինի պատերազմ, հիմա բոլորը խոսում են նրա մասին, թե ինչի օրինակ այս կամ այն ապրանքը չի վաճառվում կամ դեռ չի վաճառվել, ես կարծում եմ, որ սա արդեն շատ լավ է, որովհետև ես շատ լավ հիշում եմ 2 տարի առաջ երբ որ նշանակվում էի նախարար, հիմնական խոսակցությունը նրա մասին էր, թե կլինի օրինակ նոր հարձակում, թե չի լինի։ Իսկ հիմա հիմնական խոսակցությունը նրա մասին է, որ ինչ ապրանքը հնարավոր է վաճառել կամ չվաճառել եւ բենզինի գինը ենթադրենք ինչքանով իջավ կամ չիջավ։ Ես կարծում եմ պատերազմից խաղաղության խոսակցությունը արդեն իսկ ֆանտաստիկ է, խաղաղության օգուտների մասին խոսակցությունը շատ լավ խոսակցություն է եւ բնականաբար պետք է ավելացնենք, որպեսզի մաքսիմալ շատ օգուտներ ունենանք։ Չպետք է թերագնահատենք այն ինչ որ մենք ունենք։ Ամենամեծ արդյունքը նա է, որ
Այսօր պատերազմի հավանականությունը մոտեցված է 0-ի, այնինչ 2 տարի առաջ դա շատ բարձր էր։ Եվ այսօր մենք խոսում ենք խաղաղության մասին արդեն, եւ նաեւ այդ խաղաղության արդյունքը դուք տեսել եք մեր տարբեր որոշումներում, այդ թվում նաև օրենսդրական որոշումներում եւ այսպես շարունակ, եւ արդյունքները դրանք կտեսնենք, որովհետեւ 1 տարի առաջ ոչ մեկ չէր պատկերացնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը առևտուր կանեն։ Դուք էլ չէիք պատկերացնում։ Հետևաբար այդ ամեն ինչի համար պետք են ժամանակ եւ որովհետեւ դրանք երկարատև բարդ գործընթացներ են, հեշտ չեն։ Միքայել Սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Վերաքննիչ դատարանն այսօր հրապարակել է փաստաբանների միջնորդության վերաբերյալ որոշումը։ Նախորդ նիստում պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել կալանքը վերացնելու վերաբերյալ հաշվի առնելով arczepiskoposi վիճակը, նրա առաջիկա երկրորդ վիրահատությունն ու վիրահատությունից հետո քրեակատարողական հիմնարկ վերադառնալու հետ կապված վտանգները։ Հիշեցնեմ, Միքայել Սրբազանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։ Դատարանը լսելով կողմերի դիրքորոշումները որոշում է մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապայանի, Ժայրի պաշտպանել Ռոման Ահարոնյանի, Մարա Զուրաբյանի, Վիլհեմ Սարգսյանի, Հարութ Ալթունցի և Մարինե Ֆարմանյանի կողմից ներկայացված խափան միջոցի փոփոխման մասին միջնորդությունը բավարար Մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապայանի նկատմամբ կիրառված խափան միջոց կալանքը փոխել եւ նրա նկատմամբ որպես հայրենական խափան միջոցներ համակցված կիրառել տնային կալանքը բնակության հասցեն քաղաքի շփոթի փոխեցնում վեց իսկ բժշկական հաստատություն ստացիոնար բուժում մասնագիտանում տվյալ բժշկական հաստատություն եւ բացակայելու արգելք Ինչ կոռուպցիոն գործարքների մեջ է պատգամավոր Հայկ Սարգսյանը, այս մասին վարչապետն էր ակնարկել։ Սարգսյանն ասել է, որ որևէ գործով չի անցնում եւ թիմակիցներից որևէ մեկն իր ներկայությամբ իրեն չի մեղադրել նման գործարքի համար։ Մամուլից տեղեկացել է, որ իր բացակայությամբ իրեն մեղադրել են նման գործերի համար։ Նշեմ, որ որևէ գործով ես չեմ անցնում, չեմ անցել։ Քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը որևէ քննարկման ժամանակ համենայն դեպս իմ ներկայությամբ որևէ մեկին չի մեղադրել կոռուպցիոն որևէ սխեմայի կամ գործարքի կամ երևույթի մեջ ես մամուլից տեղեկացել եմ, որ ըստ մամուլի հրապարակումների իհարկե որոշ վարչության անդամներ իմ բացակայությամբ ինձ մեղադրել են որևէ կոռուպցիոն կամ ոչ կոռուպցիոն ինչ-որ գործերի մեջ։ Նշեմ, եթե այդպիսի բան եղել է, դա քաղաքացիական պայմանագրի կուսակցության կանոնադրության կոպտագույն խախտում է, որովհետև քաղաքացիական պայմանագրի կուսակցության կանոնադրության 21-րդ հոդվածի 7-րդ կետը հստակ ասում է, որ կուսակցականը իրավունք ունի ներկա գտնվելու իր հարցի քննարկմանը եւ պետք է ապահովի քննարկվող հարցի վերաբերյալ իր կարծիք արտահայտելու հնարավորությունը։ Իմ այս իրավունքը չի պահպանվել, եթե նորից եմ կրկնում իմ բացակայությամբ որևէ մեկը ինձ մեղադրել է կամ փորձել է վարչապետի մոտ տպավորություն ստեղծել, որ ես կոռուպցիաներ եմ կամ որևէ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված եմ։ Նշեմ, որ չկա, ես առաջին անգամ եմ լսել այդ մասին մամուլից։ Ես եւս մեկ անգամ կրկնում եմ, չկա նման բան, ես առաջին անգամ որ ասում է, երբ խոսում եք արդյոք, որ երկու հոգի խոսում են ոչխարների արտահանման գործով, ասում են, Հայկ Սարգսյանն էլ է եղել, ականնով են ասում, մի խոսքով, ասել են, որ դուք էլ եք եղել այդ գործի մեջ, նույնիսկ կանչել են, վերևից պարտքի են հրավիրել։ Չկա նման բան, դա սուտ է, կեղծ է, որևէ մեկը ինձ ոչ այդ գործով, ոչ որևէ այլ գործով, երբևէ չի կանչել, չի լսել, չի ներգրավել։ Ես դրան մասին առաջին անգամ լսել եմ մամուլից։ Հնարավոր է այդ մարդիկ խոսակցության ընթացքում, գաղտնալսման ընթացքում, տասնյակ կամ հարյուրավոր անձանց անուններ տան խոսակցության ընթացքում, խոսեն պատգամավորներից, դատախազներից, քննիչներից, այլ անձանցից, բիզնեսմեններից, դա չի նշանակում, որ այդ անձինք ներգրավված են այդ գործին։ Եթե մարդիկ եղել են, չկա որևէ դավ, համենայն դեպս եթե կայս դրա մասին տեղյակ չեմ, ու որևէ հարց նման չի քննարկվել եւ չի քննարկվում։ Ես եւս մեկ անգամ ցանկանում եմ ասել։ Ես առաջի անգամ եմ լսում ոչ որևէ նման գործ, ես անգամ չեմ լսել։ Եթե կա նման մեղադրանք, կխնդրեմ գործընկերներին հրապարակել դրանք
եթե վարչության նիստի ընթացքում քննարկվել է հարցեր, որ ինչ-ինչ մեղադրանքներ են հնչել իմ հասցեին, ես խնդրում եմ հրապարակել դրանք։ Եվ բոլորին պարզ կդառնա, որ այդ նիստերի բովանդակության հրապարակումը ուղիղ բխում է իմ շահերից։ Ինչ է ասում Փաշինյան, ասում է այս ամբողջ պատմությունը ընդհանրապես մեկ բանի մասին է, որ քաղաքացիական պայմանագրերը իր անդամների ոչ կանոնավոր կոռուպցիոն տեսանկյունից խնդրարույց գործողությունները չի հանդուրժելու։ Սա ասել է ձեր մասին հարցին ի պատասխան։ Ես չեմ կարծում, որ դա ինձ է վերաբերվում, եթե ինձ վերաբերվեր, կլիներ կոնկրետ գործողություններ, կլիներ կոնկրետ գործ, ես նորից եմ կրկնում, ես ազգային ժողովի падգամավոր եմ, եթե իմ նկատմամբ որևէ գործ լինի, դա պետք է լինի հրապարակային, դրա մասին պետք է իմանան ազգային ժողովը եւ բոլորը, եւ հանրությունը, եւ լրատվամիջոցները, այսինքն դա պետք է քննարկվի նաեւ ազգային ժողովում, դրա մասին պետք է լինեն հրապարակումներ։ Չկա որևէ Տեսեք, դուք հիմա ինչ եք ուզում, որ ես պատասխանեմ։ Չկա, ես որևէ գործով չեմ անցնում, որևէ կոռուպցիոն գործով չեմ անցնում, գտնում եմ, որ հեղափոխությամբ իշխանության եկած թիմը եւ թիմի ներկայացուցիչները իրավունք չունեն երբևէ ներգրաված լինեն որևէ կոռուպցիոն սխեմայի մեջ, ես դա դատապարտել եմ, դատապարտում եմ եւ մշտապես դրա մասին խոսել եմ կուսակցությունում։ Ցավալի է, որ կան գործընկերներ, ովքեր իմ հնչեցած մտքերը փորձում են օգտագործել իմ դեմ եւ այն հնարավոր բաները, որոնց մասին ես խոսացել եմ, փորձում են վերագրել ինձ, դա չի ստացվելու, չի ստացվել 2025 թվականի մարտի 6-ին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է քաղաքացիական պայմանագրի կուսակցության վարչությանը ինձ պատասխանատվության ենթարկելու պահանջով եւ ներկայացրել է իր հիմնավորումները կամ իր հիմքերը, ինչու է նա նման բան պահանջել։ Ինձ հրավիրել են քաղաքացիական պայմանագրի կուսակցություն, ամիսներ շարունակ այդ հարցը քննվել է եւ կայացվել է որոշում, ինչի մասին վարչապետը ասաց, ինչը ես չեմ ընդունում։ Ես ընդունում եմ, որ իմ գործունեության հետևանքով այո պետք է քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը ինձ առնվազն շնորհակալություն հայտներ եւ դուք ասեցիք նաեւ կարող էր մեդալ տալ դեմ չէ լինի, բայց ես ստացել եմ խիստ նկատողություն, ինչը ես չեմ կարող ընդունել եւ եթե կան փաստեր, որոնք հակառակի մասին են վկայում, կխնդրեմ դրա մասին հրապարակեն, ես առիթ կունենամ ավել պատասխանելու, բայց այս պահին չեմ ուզում բացել այն քննարկումը, որը տեղի ունեցել ամիսներ շարունակ, եթե կլինեն սրա հետ կապված հարցեր կամ կլինեն գործընկերներ, ովքեր կորոշեն կամ կասեն, որ եկեք ամբողջությամբ հանրայնացնենք, ես միայն ուրախ կլինեմ։ Շնորհակալ եմ շատ։